Պարոն Շարմազանով, առաջարկում եմ անդրադառնանք քիչ առաջ Տիկին Զոհրաբյանի հետ խոսեցինք Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, թե Բաքվի բանտում մեր գերիների վիճակը էականորեն բարելավվել է։ Մենք եթե հաշվի առնենք վերջին դատավարությունը, տեսնելով խոշտանգման հետքերը, ինչու է Զեյնալյանը այդպիսի հայտարարություն անում։ Այսինքն մեր գերիների վիճակը բարելավվել է, Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարում։ Դե ինչ ասեմ, ես չեմ ուզում էլի կոռեկտության դաշտից դուրս գամ, բայց դա առաջինը ամմարկային, երկրորդը սուտ, երրորդը ադրբեջանահաճո հայտարարություն է։ Ինչ ասեմ ես։ Մեքենան անցնի, շարունակենք, պարոն Շարմազան։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում գրել է նման հայտարարություններով իրենք լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների հակահայկական, ֆաշիստական այս դատավարությունը, ոչ թե դատավարությունը, այլ սա պարոն Զեյնալյանին ասեմ, սա նաև Վազգեն Սարգսյանի դատավարությունն է։ Սա նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է, սա նաև Սերժ Սարգսյանի դատավարությունն է, ամբողջ Ղարաբաղյան շարժման դատավարությունն է։ Եվ պարոն Զեյնալյանը մի կուսակցության ներկայացուցիչ է, որ իրեն համարում է սպարապետ Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգության հետևորդը, եւ եթե իրեն թվում է Բաքվում դատվում է միայն Բակո Սահակյանն ու Ռուբեն Վարդանյանը, Արկադի Ղուկասյանն ու Լևոն Մնացակայանը եւ մեր ընկերները, ապա չարաչար սխալվում է։ Եթե ինքը ուշադիր հետևի Բաքվի պրոպագանդայի նյութերին, իսկ դրանք համացանցում կան, ապա առաջին անունները, որ հնչում է, դա Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այդ անուններն են։ Եվ դրանց մեջ է նաև մեր երջանկայաշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Հիմա ինչ Արտակ Զեյնալյանը արդարացնում է այդ դատավարությունները կամ ասում է իրանք բան են անում, մարտկային պայմաններում են պահում։ Մարտկային պայմաններում պահում են մարդիկ ամեն մեկը 30 կիլո նիհարում է, որին նայում ես կամ Ռուբեն Վարդանյանը նման հայտարարություններ անում կամ հացադուլի ստիպված դիմում։ Պարոն Շարմազանով, այսօր Փաշինյանն ավետեց, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացումը ներառյալ Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Մեղրից Երասխ Ադրբեջանի տարածքով եւ հակառակ ուղղությամբ ամբողջությամբ նախապատրաստված է։ Ինչին են նախապատրաստել, ում համար, ինչ նպատակներով։ Հայաստանը դարձնում են պանթուրքիստական միջանցք։ 7 տարի է դրա մասին խոսում եմ։ Նիկոլ Փաշինյանը նոր չի, որ դրա մասին ասում է։ Քանի պատերազմից ամիջապես հետո ասում մենք պատրաստենք Ղազախից մինչև այնտեղ ճամփա տանք, մենք պատրաստենք ապաշրջափակենք, այդ միջանցքի անուններ խաշմերուկ դրեցին, էլ խաղաղություն դրեցին, էլ հայկական խաշմերուկ, հետո խաղաղության խաշմերուկ։ Երեխեք ջան, ամեն ինչ այնքան հստակ է, Հայաստանը դարձնելու է, եթե ինքը մնաց պանթուրքիզմի միջանցք, Հայաստանից մնալու է ընդամենը միջանցքը։ Իսկ Էրդողանի հովանոցի տակ տեղ կա, արդեն Զելենսկին է տեղավորվել։ Կարծեմ Էրդողանի հովանոցը կտեղավորի եւ Զելենսկուն եւ Փաշինյանին, բացի հովանոցը փակվելուց Փաշինյանն ու Զելենսկին կարող են հովանոցի տակից դուրս գալ, թե կփակվեն այդ հովանոցով եւ կմտնեն պատմության աղբանոցը, դա չեմ կարող ասել։ Եվ Արայիկ Հարությունյանը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ցուցմունք է տվել, որտեղ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը նրան թույլ չի տվել, որպեսզի 44-օրյա պատերազմի ժամանակ կապ հաստատի Ալիևի։ Ես չմեկնաբանեմ Բաքվի բանտերում Բաքվի ռեժիմի կողմից ճնշումների տակ գտնվող մեր հայրենակիցների այդ նմանատիպ հայտարարություններին, որովհետև ինչքան էլ ես Արայիկ Հարությունյանի հետ ունենամ քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ Արայիկ Հարությունյանը գտնվում է Բաքվի բանտում, գերի է, եւ մենք առանց բացառության պայքարում ենք, որպեսզի բոլոր հայ գերիները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, օր առաջ վերադառնան Հայաստան։ Սա է խնդիրը, իսկ Բաքվի բանտերում դե մեկը կամք ունի, մեկը այդ տանկների տանք չի դիմանում, մի չեմ կարող ասել ինչ է, էլի։ Չեմ դա դրանից անհանգստանալու բան ունեն, ինչ ասեմ, մեր ամոթն է, որ նրանք բոլորն այնտեղ են, բայց ես կարող եմ մյուս կողմից էլ իմ հիացմունքի խոսք ասել Բակո Սահակյանի մասին, որը նույն այդ բանտում այդ ցուցմունքի ժամանակ հստակ նշեց, որ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման իրավունքի պայքար է։
ինքնորոշման իրավունքի պայքարի որևէ պետության դատարան չի կարող իրանց դատել։ Եվ ես միայն իմ հիացմունքն եմ հայտնում իր հերոսական այդ կեսվածքի համար ու Աստծուն աղոթում ենք, որ իրանք առողջ լինեն, մեզ էլ ուժ եռան, որպեսզի կարողանանք եւ հնարավորություն, որպեսզի կարողանանք այս ամոթալի էջը փակենք, որովհետեւ կրկնում եմ, Բաքվում տեղի է ունենում դատավարություն հայ ժողովրդի, Եռաբլուրի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Էսը։ Շնորհակալություն։ Լավ, նույնիսկ հարգելի